մեծ նախագծերի օգուտները ինչպիսին կարող են լինել։ Իրավիճակները շատ են փոխվել։ Իմ 40 տարվա փորձը դիվանագիտական ոլորտում եւ այս տարածաշրջանի գիտելիքներով զինված լինելով իմ սիրտը բաբախում է այս տարածաշրջանի համար։ Ես շատ կողմ եմ, որ տարածաշրջանային փորձագիտությունը եւ տարածաշրջանային կամքը պետք է տեղում լինի։ Եվ պատմական օրինակները եւս դիտարկելով մենք չպետք է թույլ տանք որևէ երրորդ կողմ կամ որևէ մեկը զոհականացնի երկարաժամկետ ռազմավարական շահերը իրենց կարճաժամկետ մարտավարական օգուտների համար։ Trip նախագծի մեջ շատ կառուցողական մոտեցում կար ԱՄՆ-ի կողմից եւ նրանց ներդրումը օգոստոսի 8-ի համաձայնագրի շուրջ շատ կարեւոր կառուցողական ներդրում ունեցան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, բայց կարող եմ նաեւ այլ օրինակներ ցույց տալ, որոնք կարծում եմ այդքանով նպաստավոր չեն եղել տարածաշրջան հասկանալու համար։ Ուստի ես մեծապես կարևորություն եմ տալիս տարածաշրջանային փորձագիտության ու տարածաշրջանային տերը լինելու, քանի որ տարածաշրջանի դերակատարները իրենք գիտեն իրենց խնդիրները, իրենք գիտեն իրենց խնդիրների լուծումները եւ երբ նրանք օգնության աջակցության կարիք ունեն, անշուշտ նրանք կարող են արտաքին գործընկերներին դիմել օգնության համար։ Անշուշտ որոշ տնտեսական պայմաններ կան, որ տարածաշրջանային երկրները միգուցե չեն կարող մատուցել, անշուշտ կարիք կունենան աջակցության այլ ուժերի։ Օրինակ այս կարգավորման գործընթացը երբ մենք սկսեցինք, Ռուբենը կարծում կհամաձայնի ինձ հետ, ես 30, 40, 50 առաջարկներ եմ արել Ռուբենին, եւ նրանցից որևէ մեկը միտված չէր Թուրքիային որևէ օգուտ չէր հետապնդում։ Իմ հիմնական նպատակն էր Հայաստանի բարեկեցությանը նպաստելու, քանի որ ես ապրել եմ հայերի հետ Լոս Անջելեսում, իմ գրասենյակը այնտեղ Բեյրութում եւս ես հայերի հետ եմ ապրել։ Արդեն 4 տարի ինչ Ռուբենի հետ ունեմ այս փորձառությունը աշխատելու։ Եվ մենք իրար աշխատանքային փոխմբռնում ունենք, քանի որ նույն մշակույթից են գալիս, ընդունեք կամ չընդունեք, դա փաստ է։ Երբ ես ասում եմ, որ Երևանում ես ինձ տանն եմ զգում, ես ասա շուրթերով կեղծ խոսքեր չեմ շռայլում, ես իսկապես այստեղ ինձ տունն եմ զգում, նրանք մեզ նման են, մտածում, անգամ սնունդը ռեստորաններում որ գնում եք, շատ նման են մեր խոհանոցները։ Ուստի որևէ լուծում, որը տարածաշրջանային է, պետք է հենց այդ տարածաշրջանից բխի, երբ այս տարածաշրջանի երկրները զգան, որ օգնության արտաքին օժանդակության կարիք ունեն, նրանք կդիմեն օգնության։ Թե ինչ վերաբերում է հասարակության ներգրավվածությունը ապահովելու համար բոլորը տնտեսական բաղադրիչ պետք է լինի, եթե մարդիկ զգան, որ կապակցվածության կարիք ունեն եւ կապակցվածությունը նրանց բարօրությանը կնպաստի, նրանց եկամուտների վրա ուղղակի ազդեցություն կունենա, ավելի բարեկեցիկ ապակա կունենան իրենց եւ իրենց ընտանիքների համար, անշուշտ նրանք կսատարեն այդ նախագիծը։ Բայց պետք է դա հավասարակշռվի, չպետք է չափից ավելի գին վճարել իրենց ապակա բարօրության համար, չպետք է բեռ լինի իրենց ուսերի վրա։ Բայց երկարաժամկետ կտրվածքում անշուշտ դա նպաստելու է ընդհանուր տնտեսական փոխհամբարձմանը տարածաշրջանում։ Իմ առաջին այցը Հայաստան 4 տարի առաջ, ես ասացի մեր նման են ուտում, մեզ նման են, անգամ մեր նման են ամուսնանում, բայց հետո հասկացա, որ հնդկական հարսանիք էր ես հյուրանոցում տեղի ունենում։ Պատկերացնում եք հնդկական հարսանիք այստեղ էր տեղի ունենում, ես ասում ինչ նման է մեր հարսանիքներին։ Հետո բարձվեց հնդիկներ էին։ Ուստի իսկապես պետք է թույլ տալ, որ տարածաշրջանը իրենք սահմանեն իրենց օգուտները։ 3 կետ ունեմ։ 3 կետեր։ Առաջինը հարցեցիք, թե Եվրոպան ինչ